Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն է, ողջույն, պարոն Սիմոնյան։ Ինչ տեսակետ ունեք հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների առճակատման մասին, ըստ էության վարչապետը կասկածի տակ է դնում կաթողիկոսի կուսակրոնությունը եւ ասում է, եթե պարզվի, որ երեխա ունի ընտանիք, դա հոգևոր եւ պետական անվտանգության խնդիր է, դուք կարևորում եք այս հարցը։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ մարդ խիստ մտահոգված եմ, թե աշխարհիկ իշխանության ոճից, տեսակից, բառաֆոնդից, մենթալ արժեքաբանական համակարգից, թե հոգևոր իշխանությունում տեղ գտած բազմաթիվ խնդիրներից, որ մենք տարիներ շարունակ դա արձանագրում ենք եւ որևէ միտում չենք տեսնում շտկելու։ Երկու տեղն էլ խնդիր կա, այսինքն այս բանը։ Հա, բայց աշխարհիկ իշխանությունը աբսուրդի մասին է։ Այդպես չի կարելի վարվել։ Օրինակ վարչապետի խոսույթը խայտառակություն է։ Խայտառակություն։ Ամենահետին փողոցային արտահայտություններով երկրի առաջնորդը իրավունք չունի առաջնորդվի։ Եկեղեցին իդեմս աշխարհիկ իշխանության այդպիսի սանձարձակ բառաֆոնդով չի անդրադառնում։ Այդ խնդիրները կա։ Հիմա ես որպես հայ մարդ ինձ հուզում է այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգերը, ինստիտուտները, կուսակցություններն ու պետությունը իր կառավարման համակարգով այնտեղ ներգրավված անձանցով խիստ ճգնաժամի մեջ է եւ մեր ազգային ինստիտուտներն են խիստ ճգնաժամի մեջ։ Եկեղեցին Մենք ինչքան գիտենք, որ կարգալույծ արված պատշաճ հոգևորականներ կային, որոնք որ ուղղակի այլախոհության պատճառով կարգալույծ են արվել, վտարվել եւ վռնդվել են եկեղեցուց։ Ինչքան ժուժկալ կյանքով պարկեշտ հոգևորականներ գիտենք, որոնք որ զուսպ եւ իրական հոգևորականին հարիր կյանքով ապրում են, բայց չեն գնահատվում, չեն արժևորվում։ Եվ հակառակը գիտենք, ինչքան ցոփ ու շվայտ կյանքով ապրող որոշ դեպքերում էլ ամբարոկեցվածք դրսևորող եւ անձնական կյանք ունեցող հոգեվորականներ կան, որ բարձունքների են հասնում նույն եկեղեցում, երկստանդարտ մոտեցումներով հանդերձ եւ ճիշտ եւ adekvat գնահատական չտվող արտաքին եւ ներքին թշնամիների համատեքստում ժողովրդի կողքը մի խոսքով կանգնած չլինելով, բայց որպես ազգային ինստիտուտ մենք տեսնում ենք, որ մեր ընտանիքի համակարգերում էլ խնդիրներ կան, նույն զեկույցները, որ ցույց են տալիս Հայաստանի Հանրապետությունում ընտանիքներում տեղի ունեցող բռնությունների աճը, ընտանիքն էլ է, չէ, ազգային ինստիտուտ։ Երեխան սպանում է հորը եւ այլն, տատին, ինչ որ Մենք իբրև ժողովուրդ, ազգ, եթե մենք ուզում ենք քայլ առ քայլ իմի գալ եւ առողջանալ, պարտավոր ենք դիագնոզը դնել եւ դիագնոզ դնող անձանց չպիտակավորել։ Հասկանալ, որ այս մարդիկ վեր են հանում խնդիրները ոչ թե այպանելու համար, ոչնչացնելու, նսեմացնելու, այլ հասկանալու, թե ինչ ճանապարհներով կարելի է ինքնաառողջացման գնալ։ Ես որպես աշխարհիկ իմ բնույթով անձնավորություն, աշխարհիկ քաղաքական համակարգերի համատեքստում խնդիրը արձանագրելուց ի վեր նախաձեռնել եմ քաղաքական ինստիտուտի կայացման աշխատանքներ։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է, այնպիսին ինչպիսին որ կուսակցությունները կարող են լինել, այնպիսին ինչպիսին որ պետությունն էլ է քաղաքական ինստիտուտ, բայց որպես իր մակարդակով մի քանի անգամ ավելի բարձր մակարդակ ունեցող։ Եվ եթե մենք կուսակցաշինության համատեքստում ներգրավում ենք արժանավորներին, համակարգաշինությամբ ենք զբաղված, սա մեր բնական ինքնապաշտպանական բնազդն է, որպես հայ, ներքին աղետը ինչ որ չափով կանոնակարգելու եւ չեզոքացնելու ուղղությամբ, ծառայելով օրինակ այլոց, որտեղ դուք տեսնում եք, որ մենք ինչ քաղաքականություն ենք վարում, ամսի 28-ին էլ կոնֆերանս ունեցանք, գիտությունը կապեցինք քաղաքականության հետ եւ քաղաքական հայտ ներկայացրեցինք իլուր ամբողջ աշխարհի ասեցինք, որ մենք կանք եւ 1 տարեկան է, չէ՞, ձեր կուսակցությունը։ Կուսակցությունը 1 ամսեկան է։ 1 ամսեկան, հա, գրանցման առումով։ Քաղաքական անցյալ մայիսի 28-ին եք դուք հայտարարել կուսակցություն։ Սա հայտարարություն է, այդ կուսակցությունը կայացնելու դեկլարացիան է 1 տարեկան։ Այո, ես շփոթեցի։ Այդ կուսակցությունը կայացնելու դեկլարացիան է 1 տարեկան, իսկ մեր սիրելի Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը 1 ամսեկան է, մի քիչ ավել։ Ապրիլի 11-ին պետական գրանցումը եղավ, իսկ համագումարը եղել է փետրվարի 28-ին։ Կարելի է ասել փետրվարի 28-ին ծնվեց, ապրիլի 11-ին պետության կողմից ճանաչվեց։ Պարոն Սիմոնյան, մենք ներքին քաղաքականության, այդ թվում ձեր քաղաքական ուժի դրած խնդիրներից անպայման
այսօր կխոսենք, բայց տեսեք Հայաստանի իշխանության եւ այս եկեղեցու բանավեճը որ կա, նրանք շատ հաճախ եկեղեցուն տարբեր բաների մեջ են քննադատում։ Ոչ թե եկեղեցուն, այլ հոգեվորական դասին, այսպես ասենք, հա, որ օրինակ դուք մասնակցում եք ընդդիմադիր պայքարներ, այսինքն նախկին իշխանությունների քաղաքական համատեքստերում եք տեղավորվում եւ դրսևորվում կամ շատ հաճախ նաև ԿՊԱ-մերձ իշխանամերձ շրջանակներ նրանց կարող են Ռուսաստանի հետ կապել հաշվի առնելով կաթողիկոսի մեդալ ստանալու հանգամանքը, ասենք Պուտինից կամ կաթողիկոսի եղբայրը Ռուսիայի թեմի առաջնորդն է եւ այլն նաև խորհրդային անցյալը հաշվի առնելով այսպես հատուկ ծառայությունների ազդեցությունը եկեղեցականների հատկապես բարձրաստիճան խավի ընտրության վրա դրա շատ հաճախ համակարգված է տեղի ունեցել, հա, եւ սրա մասով կան գիտական նաև ուսումնասիրություններ։ Այդ դուք այստեղ ռացիոնալ քննադատություն նկատում եք եւ եթե այս թեման ամփոփելու լինենք, հարաբերությունների առողջացման ինչ որ տենդենս կարող է նկատվել թե ոչ։ Ոչ, իհարկե։ Նիկոլ Փաշինյանը ոչինչի մասին է։ Սա ընդամենը սանձարձակ եւ խայտառակ փողոցային բառապաշարով երկու անդիմամարտություն է մարդկանց շեղելու համար առօրյա եւ գեոպոլիտիկ եւ տարածաշրջանային խնդիրներից։ Եթե նորմալ adekvat իշխանություն լիներ, պետք է հասկանար, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը փողոցային լեզվամտածողությունից եւ վարքից վեր պետք է լինի, ինչեր պետք անել, սովորեցնեմ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ձևավորվում էր ժամանակավոր քննիչ հանձնաժողով ազգային ինստիտուտների լուստրացիայի մասով։ Փաստահավաքչական գործունեություն իրականացնելուց հետո Սահմանադրական դատարանի վերահսկողությամբ տեղի էր ունենում դատական լսումներ, որի ընթացքում դատարանը անհերքելի եւ միջազգային եւ Սփյուռքի ներկայացուցիչների միջոցով անհերքելի փաստերի ճնշմամբ կայացում էր վճիռ հրապարակելու զանցանքները էկումենիկ, հոգեվորական եւ աշխարհիկ պետության առաջ կատարած հանցագործությունները իլուր հայ ժողովրդի անվստահության քվեի համատեքստում ճնշիչ փաստերի ներքո ձևավորվում էր տեսակետ եւ այդ տեսակետի համաձայն պահանջում էին փոփոխություններ լայնածավալ եկեղեցում։ Իշխանությունները այդ ճանապարհով գնում է։ Ոչ։ Նշանակում է այս աղմուկը ընդհանրապես ցեղ շպրտելու համար ինչ որ մի բանի ժողովրդին շեղելու, ոչ ճիշտ ճանապարհով ընթանալու, պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձանց դիրքի նսեմացման ակնառու դրսևորում է։ Մարդկանց ինչ օրինակ եք ցույց տալիս։ Ով է նրանց իշխանությունը։ Մի սանձարձակ փողոցային անձնավորություն։ Դա այդ ոճն է։ Դա համար իշխանությունը պետք է վեր կանգնի այդ ոճաբանությունից։ Ազգային ժողովում ձևավորվում է ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որը ոչ թե 44 օրյա պատերազմի նման ծածկա դմփոցների քննիչ հանձնաժողով է լինում, այլ ռեալ Այդ դատական process-ները չպետք է ձգվի 6 տարի։ Դա պետք է տեղի ունենա փաստահավաքչական առաքելություն իրականացնող գործունեությունը պետք է ծավալվի 6 ամիս։ Վճիռները 2-ից 3 ամսվա ընթացքում պետք է կայացվեն եւ այդ վճիռները պետք է լինեն հրապարակման ենթակա։ Իսկ դուք անձամբ ունեք մտահոգություններ, այսպես ասենք, ոչ միայն եկեղեցական դասի վրա այսպես ասենք ընդդիմադիր շրջանակների ազդեցության, այլև արտաքին, հատկապես Ռուսաստանի մասով։ Թե այստեղ մի քիչ մանիպուլյացիա։ Երկրորդ կասկած չկա, այստեղ երկու կարծիք գոյություն չունի այստեղ։ Դուք մոռանում եք, որ 1828 14 եւ 28 թվականներին, երբ որ իմպերիան տարածվեց տարածաշրջանում, միակ կայացած ինստիտուտը որն էր։ Եկեղեցին։ Եվ եթե ռուսական իմպերիան հայկական տարրը պետք է պահեր վերահսկողության տակ, պետք է կարողանար պահեր վերահսկողության տակ եկեղեցին։ Որպես կառավարման հայերի կառավարման մարմին, հա։ Իհարկե, այդ հետո պետական ինստիտուտներ ավելացան, որոնք նորից այլ ազդեցության տակ ընկան դրսի ուժերի, իմպերիայի ազդեցության տակ ընկան։ Բայց իմպերիայից հետո շատ ավելի կատաստրոֆիկ մոտեցումներով իմպերիա ծնվեց, Խորհրդային Միությունը, որը անաստվածության վրա էր հիմնված։ Ինչ ձևի կազդեր, հələ նրանք ուղղափառության ծիրում շատ բաների ընդունակ չէին, որոշակի սահմաններ կարող է պահպանեին։ Բայց սովետական միության ժամանակ հատուկ ծառայությունների տոտալ վերահսկողության տակ կար։ Ես լինեի, չէի անի, իհարկե կանեի։ Իմպերիայի գլխավորը ես լինեի, ուզենայի ծառագավառները ղեկավարեի, ազգային ինստիտուտներ կմտնեի, ընդհուպ։ Բայց ինչի՞ պիտի իրանք չանեն։
Ինչու պետք է չանեն։ Ընդ որում ասեմ, եկեղեցին լինելով խիստ կարևոր ազգային ինստիտուտ, խիստ կարևոր հայաստանյաց առաքելական եկեղեցին, ինքն իր ներկայացուցչություններն ունի Սփյուռքում։ Սփյուռքի լայնածավալ ներգրավման համապատասխան դա շատ ավելի գայթակղիչ եւ գրավիչ կառույց է դառնում իմպերիայի համար։ Իհարկե մտահոգություններ կան, իհարկե, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բա եթե այդպիսի բան կա, բա դու ազգային իշխանություն ես, ընտրված ժողովրդի կողմից, բա քեզ այդպես ես դրսևորում։ Դա քո լեզվամտածողությունը իրողություններին պատասխան տալու ոճը եւ արժե համակարգը։ Նկատի ունեք ոչ թե համակարգային լուծումների տիրույթ է տարվում խնդիրը, այլ ցեղ շպրտոցի բանավեճի հասկանում եք, գիտեք ինչ խավում հանրային հասարակական հարաբերություններում ստորագույն մի շերտ կա, որ ամեն ինչի ընդունակ են։ Ամենաամբարո բարբարոսական մոտեցումներին, ամենաամբարո լեզվամտածողությանը եւ բարքերին գնաց հավասարվեց դրանց։ Երկրի առաջնորդը սա խայտառակություն է։ Աշխարհիկ իշխանության համար իդեմս Նիկոլ Փաշինյանի սա խայտառակություն, հələ մի բան է լալա հառաջ քաղաքացիական պայմանագրից վեր են կանում, դոշ են ծեծում, աման չեք էկրաններից դուրս գնացեք, առասարակ երեսները չտենանք հիշենք։ Դուք ո՞նց եք գիշերները քնում։ Այդ մակարդակով Ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ձևավորում է իր նախաձեռնությամբ ձևավորում է ժամանակավոր լյուստրացիոն հանձնաժողով քննելու եկեղեցու եւ եկեղեցականների 30-ամյա հարացույցում եւ առասարակ կարող են անգամ ավելի հեռու էլ գնալ։ Խորհրդային միության մեկնարկից սկսած միջև ցայսօր կացությունը անվանաբար ներգրավում են պատմաբանների, իրավաբանների, Սփյուռքի ներկայացուցիչների հոգևորականների, այո, հոգևորականներն էլ պետք է այնտեղ ներկա լինեն։ Եվ այս կարծիքն ունեցող եւ այլախոհներ, կարգալույց եղած հոգևորականներ։ 2-3 քաղաքական գործիչ, որոնք որ լուրջ եւ ծանրակշիռ գործով զբաղված չեն երկրի անվտանգության եւ պաշտպանունակության համար, լծվում են զորնիբուն այս գործով, խոշորացույցները ձեռները գնում են էջմիածին քարերից բռնած միջև խաչքարների վերջին նախշը ուսումնասիրում են, զեկույց են պատրաստում, ոչ թե ադրբեջանցիների ոճով Ռուբեն Վարդանյանի վրա 15000-անոց զեկույց են պատրաստել, 15 տողանոց։ 6 ամիս այդ քննությունից հետո ձևավորված այդ դատական process-ից հետո, 1 ամսվա քննությունից հետո լյուստրացիային անում, ասում են Պողոս Պողոսյան, սրբազանները, հայր սուրբերը, չգիտեմ, այնտեղ ավելի ցածր գրադացիաներով միջև կաթողիկոսներ, բոլոր, Վազգեն առաջին, Գարեգին երկրորդ, եթե լավն է, ասում են լավն է, եթե վատն է, ասում են վատն է, փաստերն ներկայացնում են ինչի է վատը։ Դոգմատիկ խնդիր է խախտել, պետական ազգային անվտանգության խնդիր է խախտել, կոռուպցիայի կաշառակերության մեջ է մեղադրվում, անբարո վարք կեցվածք, թե սուրբ է, ծառայել է անբասիր կյանքով, ժուշկյալ կյանքով ապրել է։ Պետականամետ քաղաքական գործունեություններում միշտ ազգապահպան եւ ազգապաշտպան առաքելությամբ է։ Մի հատ տեսնենք ով է, դեմքով ճանաչենք, բա դու դրա համար ես կոչված, ոչ թե որ կանգնես ես իմ ինչ վարկ դրսևորես։ Նկատի ունեք 14-ը խառնվում են իրար այս Այո, բառերով։ գիտեք ինչի է այդպես։ Որտեւ իրանք էլ պետք է լյուստրացիայի ենթարկվեն։ Քաղաքական ինստիտուտները, աշխարհիկ իշխանությունները լյուստրացիայի չեն ենթարկվել։ Հենց մեկը Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի երկրի վարչապետ լինի։ Ինչու՞։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը բացի այն, որ չկարողացավ ընդդիմադիր լրագրողից վերածվել երկրի վարչապետի իր խոսույթով, իր ոճաբանությամբ, նա տապալեց 2018 թվականի հեղափոխությամբ առաջ քաշված այն արժեքները, որի համար ժողովուրդը ոտքի կանգնեց, չվերականգնեց արդարությունը, չկարողացավ հավասարարժեք 44 օրյա պատերազմի ժամանակահատվածում ճգնաժամային իրավիճակներում կառավարելի դարձնել պետությունը, չի կարողանում հետպատերազմյան իրողություններում Հայաստանի Հանրապետությունը բանակցային գործընթացում ճիշտ դիրքավորում ապահովել, հիմա էլ չի կարողանում երկրի անվտանգությունը պատշաճ մակարդակով բարձրացնել։ Կադրային քաղաքականությունը 0, տեսեք հələ բոլորը հարստացել են։ Տարբեր տեսակի լրատվականներ բաներ են հրապարակում, որ միլիոններով տներ ունեն, եթե չունեն, թող դատի տան այդ լրատվականներին, հերքումներն էլ տեսնենք։ Եթե չունեն իրական այդ միլիոնները, այդ լրատվականները նշանակմա սուտ են խոսում։
Այն օրը չգիտեմ, սոցիալական կայքերից մեկը ցույց տվեց, որ Փարիզում էր թե որտեղ էր, ինչ որ վիլա ունի, ինչ ունի, դա հերկվեց իրականում։ Այո, այդ տեղեկությունը այդքան արժանահավատ չէր, եթե անկեղծ։ Դե ուրեմն մենք էլ ուշադրության չարժանացնենք։ Համենայն դեպս այդ անձիկ այն պետական կառավարման համակարգի առողջացման եւ զարգացման գործընթացը տապալել են լիովին։ Կադրային քաղաքականության համակարգաշինության առումով սա էլ հո առերևույթ է տեսնում ենք։ Սա էլ առերևույթ է տեսնում ենք։ Երկրի պաշտպանական անվտանգային համակարգում զորակոչային ռեսուրսի կառավարման հնարավորությունները չի բացահայտված։ Երկրի պաշտպանական անվտանգային համակարգում համապարփակ անվտանգության համակարգը չի բացահայտվում հավուր պատշաճի։ Բարձրաստիճան սպաներ կան, որ վաղուց պետքա թոշակի գնացած լինեն, շարունակում են ծառայել։ Պետական կառավարման համակարգում մի հատ անվտանգության խորհուրդ ունեք, ինչ եք պահում այդ ամբողջին։ Անվտանգության խորհրդի քարտուղարությունը, որ ստրատեգիա պետք է մշակեր, ազգային անվտանգության ռազմավարություն պետք է մշակեր, ինչ են անում։ Քաղաքացիական պաշտպանության գործունեության մասին որոշակի գործառույթներ իրականացվում է։ Իհարկե ոչ։ Ոչ մի պլանային փոփոխություն չի իրականացվում։ Հիմա մի համակարգում, երբ որ իշխանությունները լուստրացիայի չեն ենթարկվել, նրանք ո՞նց կարան եկեղեցին լուստրացիայի ենթարկել։ Ամբողջ աբսուրդը եւ խեղկատակությունը մենք դա ենք շոշափում եւ տեսնում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ մարդ, որ պետքա մաքուրը զբաղվի ապականված տիրույթի մաքրման աշխատանքներով, ապականված տիրույթը ապականված մյուս տիրույթի մաքրման աշխատանքներով չի կարող զբաղվել, սերտաճած են։ Այդ ինչի կասկածներ չկան, որ ներկայիս իշխանություններում մարդիկ կան, որ սերտաճած են իմպերիայի մոտեցումներին։ Նույն Նիկոլ Փաշինյանը ամեն մի հրահանգից վերականում գնում է Մոսկվա զորահանդեսների եւ շքերթների է մասնակցում, ամբողջ ժողովուրդը ուղղակի անպատվության ենք արժանանում։ Նվաստացուցիչ իրողությունների ենք արժանանում այդ վարքից, այդ վերաբերմունքից, չէ՞ որ օտար տիրույթում ինչ վերաբերմունք, որ դրսևորում են Հայաստանի Հանրապետության գործող վարչապետի նկատմամբ, դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Կարծում եք ինչ որ բան հարկադրում է իրեն նման քայլերի գնալ։ Չի բացառվում։ Ես միշտ երկու հիպոթեզ եմ առաջ քաշել, որ մարդիկ այն աստիճանի տակ գետեն, որ չեն պատկերացնում ինչ են անում, եւ որ չեն ուզում, որովհետեւ նրանք հատուկ գործ են անում որպես խամաճիկ։ Այս երկու մոտեցումներն էլ միշտ ակտուալ են, մինչև իրականությունը չիմանանք որն է դրանից, բայց էությունը չի փոխվելու իրականությունը իմանալուց հետո դրա հասցված վնասը միևնույնն է, նույնն է։ Պարոն Սիմոնյան, Վազգեն Սարգսյանը կասկածի որդը կրծում է մեզ այս արտահայտությունը օգտագործել էր մի 20-25 տարի առաջ, հա, բայց իրապես այդ կասկածի որդը հենց հիմա էլ կրծում է, ընդ որում ասեմ ձեզ իշխանությունը, այսպես ասենք նախկին իշխանությունն արդեն նաև եկեղեցուն նույնացնում է, ասենք Ռուսաստանի շահերի սպասարկման հետ եւ այլ եւ այլ իշխանությունները չեն նույնացում Ռուսաստանի շահերը սպասարկելու։ Նրանք էլ ընդդիմության մյուս մասն էլ սրանց ասոցիացում է այսպես Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը սպասարկելու մեջ, ընդդիմության մյուս մասը Ռուսաստանի շահեր, այսինքն բոլորը բոլորին կասկածում են։ Կարծում եք սա նորմալ իրավիճակ է, որպես պետություն, էլի, որովհետեւ ստացվում է մենք միշտ դեստրուկտիվ ապակառուցողական օրակարգերի մեջ են եւ հանունի օրակարգ գոյություն չունեն, ստացվում է։ Հարգելի Ռոբերտ, մենք ունեցանք շանս երկու անգամ 88-ից մինչև 90 թվականը ազգային ուժերի գեներացմամբ անկախական գործընթացների ծավալումը 88-ից մինչև 90 թվականի ժամանակահատվածում պատուհան կար բացված հայ ժողովրդի համար, հայ ժողովուրդը պատրաստ չէր ինտելիգենցիայի մտավորականության առումով անկախական գաղափարները սնուցելու, որտեղ այն ժամանակ չէին հավատում, որ ԽՍՀՄ կփլուզվի մեծ հաշվով, որտեղ ԽՍՀՄ այնքան մեծ կոգնիտիվ գրոհներ էր իրականացրել հայ մենթալ համակարգի վրա, որ անգամ ինտելիգենցիան, հայկական անկախական մոտեցումները սպասարկող ուժերը չէին հավատում այդ մոտեցմանը։ Ստացվեց այնպես, որ 90 թվականից սկսած իմպերիան փորձեց պերեխվատ անել Ղարաբաղի կոմիտեն, Արցախյան այդ շարժումը, կոլաբորացիոնիստներ նետելով թատերաբեմ։ Եվ մենք ունեցանք կարճ պատուհան 98-99 թվականին, երբ որ ձևավորվեց Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան տանդեմը, ընդդեմ իմպերիայի եւ իրական Հայաստանի Հանրապետության իրական անկախական գործընթացների ծավալման։ Սրա երկուսի ազդակները լիգերն են Լեռնային Ղարաբաղի հիմա որոշակի հուրա պատրիոտներ կասեն Լեռնային Ղարաբաղ չի Արցախը, շատ լավ գիտենք որ Արցախը։
Լեռնային Ղարաբաղի մոտեցումներ են ժամանակ քննարկվում։ Լեռնային Ղարաբաղի Հայաստանի Հանրապետությանը միանալու գործընթացի համատեքստում էր, որովհետև տեսան, որ անկախական մոտեցումները չի կարողանում ինքնաիրացվել եւ այդ տարածքների նկատմամբ միջազգային իրավունքի տեսակետից ծանրակշիռ փաստեր ներգրավի իր ձեռքում, որտեղ եթե դու հրճակում ես անկախություն, ապա որ պետության սահմանների վրա ես հրճակում անկախություն, ումից ես անկախում, Ադրբեջանից 45 թվականից ի վեր նմանատիպ մոտեցումներ չի եղել, որ ինչ-որ մի պետության հաշվին ինչ-որ նորելուկներ ձևավորվեն։ Այլ խնդիր, որ այդ տարածքները վիճելի էր ճանաչվում, ասում էին, որ Հայաստանի Հանրապետությունը, ՀԽՍՀ-ն եւ հայ ժողովուրդը երբևիցե Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկարտումներ չունի, այլ խնդիրը որ ոչ Լեռնային Ղարաբաղը եւ այդ Արցախը առհասարակ Քաշաթաղի Խարվաճարի շրջաններով Գարթման Նախիջևանը երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չեն եղել։ Եւ մենք դա վիճարկում ենք, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ հանցագործություններ են տեղի ունեցել 20 թվականի բռնազավթումից հետո Հայաստանի Հանրապետության հողային եւ տարածքային ձևախեղումներ են պարտադրել հայ ժողովրդին, որը մենք դատապարտում ենք եւ համարում ենք հայոց ցեղասպանության շարունակություն ու դիմենք միջազգային ասպարեզներ միացում հիպոթեզը առաջ տանելով ցույց տալով աշխարհին, որ մենք ուրիշի տարածքը չենք ուզում, եղբայր, մեր հողապատկան տարածքներն ենք ուզում, դա մեր պապենական բնորանն է։ Հիմա երկու շարժումներ 88-ից մինչև 90 եւ 98-99 թվական, 98 թվականը մինչև այդ պատոհանները բացված էին, որ իրականում հնարավորություն կլիներ պլստալու։ Երկուսն է խեղդվեցին Արյան ծովի մեջ։ Այսինքն փորձ արվել է ամեն դեպքում եւ Հայաստանի Հանրապետությունում, այո, փորձ արվել է։ Հայաստանի Հանրապետությունում վերաանկախացման ակունքներից սկսած մինչև այսօր պետական քաղաքական, գիտական հումանիտար, մշակութային, տնտեսական, հոգևոր ազգային ինստիտուտների ամբողջ խճանկարը ապականված է։ Եվ եթե հայ ժողովուրդը ուզում է քայլ առ քայլ առաջ ընթանալ, պետք է սկսել պետական լիակատար ինքնիշխանության ապահովման մոտեցումներով։ Մինչև մենք իրականում ինքնիշխան պետություն չունենանք, որը որ ինքնուրույն սեփական կամոք, սեփական ազգային շահերով պայմանավորված քաղաքականություններ չծավալի, դրա հետ իդենտիֆիկացնելով թշնամիների եւ բարեկամներին, ում հետ է զուգընթաց ընթանում, ում հետ է հակընդդեմ ընթանում։ Կարողանաս մանևրել, որպեսզի փորձանքների չգա քո պետությունը, քանի քո անվտանգային համակարգը ջարդված է։ Կարողանաս իմի բերել հնգամյա ժամանակահատվածում պաշտպանական անվտանգային քո հնարավորությունները ու դիմակայել ժամանակի մարտահրավերները, այդ պարագայից դու հնարավորություն կունենաս ինքնամաքրման ճանապարհով ընթանալ եւ իրականում իսկական հայկական սոցիալ-մշակութային տարածություն հիմնել, թե ազգային ինստիտուտների համատեքստում, թե քաղաքական ինստիտուտների համատեքստում։ Իսկ ձեր կարծիքով Հայաստանի անկախացում կամ ինքնիշխանություն այսօրվա պայմաններում Պարոն Սիմոնյան, ինչ է նշանակում, եթե գործնականացնենք այդ հարցը։ Ընտրված իշխանություններ ժողովրդի կողմից, որոնք կարողանում են լեգիտիմ քաղաքականություն իրականացնել ժողովրդի կողմից ընդունելի եւ կարողանում են անվտանգային պաշտպանական հնարավորությունները բացահայտել այն աստիճանի, որը որ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իսկ քանի որ ներկայիս ընտրված իշխանությունները, որոնց վարկանիշը շատ իջել է 2021 թվականի դրությունից սկսած, հիմա սկի 8-10% էլ չեն տալիս, սա խայտառակ ցուցանիշ է, ինչքան են տապալել, սա նշանակում է, որ նրանք ընտրված իշխանություն լինելով լեգիտիմ քաղաքականություն չեն վարում, ժողովրդի սրտից քաղաքականություն չեն վարում, որ իրենց չեն համակրում։ Նշանակում է ժողովուրդը պետք է հասկանա, որ պատմությունն ու իրողությունները գիծ է քաշել, այն ամենը, ինչը որ կապված է, ներկա իշխանություններ, նախկին իշխանություններ չկան, նրանք բոլորը նույնն են։ Բայց այսօր գլխավոր ճակատամարտը կարծես նրանց միջև է, հա։ Որովհետև ժողովրդի մտածելակերպը եւ մարդարարածի մտածելակերպը երկվության մեջ է, դա կոչվում է ուղեղի դիխոտոմիա, երկվություն։ Մենք բոլորս աշխարհը պատկերացնում ենք երկվության մեջ։ Չար բարի, սև սպիտակ, մութ լույս։ Հիմա եթե դու ժողովրդին առաջարկում ես ճշմարտության փոխարեն երկու ալտերնատիվ սուտ համար 1 եւ սուտ համար 2, ճշմարտությունը ընկնում է լուսանցքում։ Հիմա սուտ համար 1-ը պայքարը մղում սուտ համար 2-ի հետ, բայց իրականում նրանք ամբողջ մի համակարգի մասն են, երկուսն է սուտ են։ Նրանք այդ դիխոտոմիան պատահական չի, որ ստեղծել են, սա քաղ տեխնոլոգիա է, որ մարդիկ կարողանան կեղծ ընտրանքի մեջ
ընթանան չարյաց փոքրագայնի ընտրությամբ, մոռանալով, որ միևնույն է ընտրում են չարիքը։ Նկատի ունեք, այսինքն դուք մեղադրում եք Քոչարյան, Սարգսյան, Փաշինյան քաղաքական դաշտը կիսելու մեջ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան նույն քաղաքական համակարգի ծնունդներն են, մեկը մյուսի մասին։ Նույնն են, նույն իրողություններում ծնված։ Հետևաբար այստեղ արդեն խոսքերն են ավելորդ։ Նրանց քաղաքականությունն էլ մոտեցումների առումով տարանջատված լինի, իրար դեմ սուր հակասություն լինի, իրար ուղակի տանել էլ չկարողանան, միևնույնն է իրանք նույն համակարգի մաս են։ Պատկերացրեք մի սֆերա, որտեղ լցված են բոլոր այդ դերակատարները, նրանք իրենց գզվռտոց այդ սֆերայից դուրս չեն կարա իրականացնել, մեզ իրողությունն է պետք, որ այդ սֆերայից դուրս է, որ այնտեղ չի ծնվել, դուրս է ձևավորվում, որ հետո ձևավորվի երկու սֆերա ազգային օրակարգով եւ ազգակործան խեղկատակություններով, որ մարդիկ ընտրեն ճիշտ ուղղությունը։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը դրա մասին է։ Նոր իրողությունների մասին։ Մենք չենք ուզում մտնել պոլեմիկայի մեջ անցած գնացածի հետ, որովհետեւ ներկա իրողություններն էլ են անցած գնացած, իրենց ոճաբանությամբ, սանձարձակ ձիրքով, գնում եք մարզեր, ասում եք կրթվելը նորաձև է, մոռանալով այն հանգամանքի մասին, որ կրթվելը նորաձև չի կարող լինել, կրթվելը գոյութենական հարց է, ինքնապաշտպանական բնազդով պայմանավորված, ու դուք ձեզ այդպես վարքագիծ եք թույլ տալիս։ Այ օրինակ եկեք համեցեք մեր մարզային այցելություններին, մեր խոսույթը լսեք։ Սույն թվականի հունիսի 21-ին մենք այցելելու ենք Գյումրի, 21-ին ամսի, իսկ մարդիկ 14:00-ին։ Ինչից են ամենաշատը հարցնում մարզերում։ Այնքան գրագետ հարցեր են տալիս, որ էլ ասելու չի։ Հարցնում են նախ մոտեցումների մասին, անվտանգային քաղաքականության մասին, տնտեսական քաղաքականության մասին, մարզերի համաչափ զարգացման մասին։ Բազմաբովանդակ, բազմաբնույթ հարցեր կան, էկոլոգիայից բռնած։ Աժ-ում այդ հարցերը քննարկվում են, ինձ հետաքրքիր է։ Ես չեմ հետևում աժ-ում։ Չեք հետևում։ Չէ, օրինակի համար ես մի ընդամենը կարճ էպիզոդ նայեցի, երբ որ նախագահող կոչեցյալը, որը որ կոչված էր այդ նիստը վարելու, միտումնավոր սադրեց ծեսկրտուկ հրահրեց։ Հետո էլ կանգնած հանգստացում էր, որ բան չանեն։ Բա քո բան ու գործի տարածն ի՞նչ է, որ դու տեղ փող ես ստանում։ Որ գազ խուլիգանական փողոցային բառապաշարով թիվ 1 քաղաքական ամբիոնի մոտ կանգնես հաթաթատաս, հետո փոխադարձ հաչոցներ լսվեն, ու մենք ամբողջ ազգով էլի կարմրենք։ Բա ձեր գործի, ձեր վաստակի անունն ի՞նչ է։ Ո՞նց նայեք։ Հասկացա։ Բովանդակություն չեմ տեսնում, դեռ քաղաքական խոսույթ չկա։ Ախր անհարմար էլ է, երբ որ մարդը այդպիսի ոճաբանությամբ վերլուծում է այն իրողությունը, որտեղ իմ մեջ առաջին հերթին հայ մարդու ցավն է խոսում։ Ես չէի ուզենա, որ այսպես լիներ։ Ի սկզբանե չէի ուզում, որ այսպես լիներ։ Ես այս մարդկանց անգամ ուզում էի օգտակար լինեի, օգնած լինեի, որ կարողանային պատշաճ քաղաքականություն իրականացնելով ցեխի մեջ չհայտնվեն, որովհետև պարզից էլ պարզ է, եթե դու ընտրված իշխանություն ես, հայտնվում ես ցեխի մեջ, քեզ հետ քաշում գցում ես ցեխի մեջ ամբողջ պետությունը։ Բայց դուք շանս ունեք չմտնել այդ դիլեմայի մեջ, այսպես ասենք, նախկին, ներկա, Փաշինյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Իհարկե։ Ոնց եք դա անջատվելու։ Չէ՞ որ դուք էլ անկախության սերնդի ներկայացուցիչ եք ամեն դեպքում այս կաթսայում եք եփվել, այս գաղափարներով։ Որպես քաղաքական գործիչ ոչ։ Որպես քաղաքացի, այո, եփվել եմ Հայաստանի Հանրապետությունում, տեսնելով այն ցավը, այն աղետը, այն վիրավորանքը, որը տեսել են բոլոր քաղաքացիները, բայց որպես քաղաքական գործիչ ոչ, մենք նոր ենք։ Մենք չենք եփվել այդ կաթսայում։ Մենք լիարժեք նոր ենք։ Մեր անդրանիկ քայլերն ենք իրականացնում մեր սխալներով եւ հաղթանակներով հանդերձ, իսկ ինչպես ենք մենք տարբերվելու։ Մենք ցույց ենք տալու հանունի պայքարի մեր մոտեցումները եւ մեր ճանապարհը։ Այլ ոչ թե բամբասանք ենք անելու, ասելու ենք այդ տեսեք ինչ որ մեկը էս արեց, էս քննադատենք, միայն քննադատենք քննադատելու համար, ոչ, մենք լուծումներն ենք ցույց տալու։ Մեր ժողովուրդը այնքան իմաստուն է եւ այնքան մեծ անալիտիկ հնարավորություններ ունի, որ կարող է պատկերացնել այն մոդելը, որը որ դու առաջարկում ես, ինչի չէին կարող ներկաները անել, ինչքան բաներ ենք մենք իրար հետ քննարկել, բազմաթիվ լրատվական հարթակներում։ Անվճար խորհրդատվություն է սա։
Քիչ առաջ էլ անվճար խորհրդատվություն տրամադրեցինք այդ լուստրացիայի եւ վեթինգի եւ լուստրացիայի առումով ընթացակարգը կարող են դա շնորհք ունեն թող անեն։ Կուրախանամ ես իրոք մարդկայնորեն։ Այսքան խոսում ենք։ Այսքան ասում ենք։ Եվ ամենակարևոր դրական հանգամանքը այն է, որ այս մեր խոսելով, այս մեր գիտելիքահենք մոտեցումներ եւ վերլուծություններ տրամադրելով մենք կարողացել ենք բարձրացնել քաղաքահասարակության մտածելու եւ վերլուծելու ընդունակությունները։ Դասախոսությունների նման է դառնում։ Մարդիկ կուրսեր են ավարտել, կարելի է համարել։ Կուրսեր են ավարտել։ Եվ եթե մենք չկարողացանք իշխանություններին օժանդակելով ճիշտ ուղու վրա կանգնեցնել, մենք կարողացանք օժանդակելով ճիշտ ուղու վրա կանգնեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ աշխարհասփյուռ հայերին։ Եվ աշխարհասփյուռ հայերը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կաչ տալով իրենց ինքնապաշտպանական բնազդը փորձում են հանգուցալուծել եւ լուծումներ գտնել այս իրողություններից եւ այդ լուծումներից մեկը տեսնում են իդեմս մեզ։ Հիասթափությունը մեծ չի։ Սարսափելի է։ Շատ հաճախ մի հարց են տալիս, ասում են ինչ երաշխիք կարող եք տալ, որ մենք հավատանք ձեզ, ոչ մի երաշխիք չենք կարող տալ։ Որովհետև Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը ձեր նման քաղաքացի է, երբևիցե քաղաքականությամբ չզբաղված։ Ձեր նման պատեպատ բախվելով փնտրել է ալտերնատիվա, այլընտրանք։ Չի գտել, դիմել է ձեզ, սիրելի ժողովուրդ, որ դուք ձեր ծոցից ծնեք այդ այլընտրանքը։ Եվ դուք հազարավոր նամակներով ողողել եք իմ սոցիալական կայքերը եւ իմ էլեկտրոնային հասցեները, որ մենք այդ այլընտրանքը տեսնում ենք իդեմս ձեզ։ Հիմա ես իմ պայքարի ճանապարհը ворթեգրած ընթանում եմ պայքարի ճանապարհով։ Ինչ երաշխիք եք ուզում դրանից ավել ստանալ։ Ձեզ ընդամենը մնում է միայն կամ կողքից հետևել այդ պայքարին հարաբերական հաջողություններով, կամ միանալ այդ պայքարին ձեր բաժին, պայքարը ձեր ուսերին վերցնելով մեր ընդհանուր գործի համար։ Սա է մեր առաքելությունը, եւ մենք իբրև ալտերնատիվա պետք է ցույց տանք, որ քաղաքական ուժը քաղաքական ռազմավարական հեռանկարների մասին է, ազգային օրակարգերի մասին է, արդարության վերականգնման եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լիակատար ապահովելու եւ պաշտպանելու մասին է, իր տարածքային ամբողջականությամբ հանդերձ հայ ժողովրդի բնական իրավունքների ապահովմամբ հանդերձ։ Սա ենք մենք անում, մենք ապագայի մասին ենք եւ կոչ եմ անում, որ մեր սիրելի քաղաքացիները ոչ միայն հիանան մեր ոչ այդքան շատ մեծ աշխատանքներով, այլ նաև մասը դառնան այդ աշխատանքների։ Դրանք գեղեցիկ են, դրանք բարձրարժեք են, ճաշակով են եւ մարդիկ իրենց երազանքների արտահայտությունը կարող են գտնել մեզանում, իրենց ավանդը ունենալով մեր երազանքների Հայաստանը կերտելու գործին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ ձեզ համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Գուրգեն Սիմոնյանին։